Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում լուրերի ժամն է, տաղավարում Սիրակ Օհանյանն է, բարի օր։ Հոկտեմբերի 15-ին կեսգիշերն անց ժամը 1:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգքային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Հայ դատի Միացյալ Նահանգների հանձնախումբը ներկայացրել է հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան ժամանող Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների անունները։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են Էնդի Լևին, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դայանա Դեջթը, Գերի Քոնուլին, Դեյվիդ Փրայսը, Ջոն Գարամենդին։ Երևանը Բաքվին առաջարկել է Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ։ Այս մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ, իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը։ Հարուցված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից հանդիսացող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից, իր օգտահաշվով 2022 թվականի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել նրա հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր, որոնք պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ, այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարելով պետական դավաճանություն։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք։ Ես հանդիսանում եմ զինծառայող, ունեմ ավագ սերժանտի կոչում, հավաքագրվել եմ այդ պետության հատուկ ծառայությունների կողմից և վարձատրության դիմաց իրանց տրամադրել իմ զորամասի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ։ Մասնավորապես օտարերկրյա գործակալներին եմ փոխանցել իմ զորամասի պաշտպանության գոտում գտնվող հրամանատարական դիտակետի կապի կազմակերպման սխեմը, ինչպես նաև այլ նմանատիպ տեղեկություններ և կոորդինատներ, որոնց դիմաց տարբեր օրերի նրանցից ստացել եմ 2 անգամ 50 և 1 անգամ $100։ Նրան ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ադրբեջանի վայրագությունները հետևանք են հայատյաց պետական քաղաքականության։ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում։ Honorable Chair, dear colleagues,
Հարգելի գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում Դիանա Աբգարը եւ ուրիշներ։ Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց եւ տղամարդկանց միջև հավասարությունն է հասարակական կյանքում։ Հայաստանի խորհրդարանում 103 падգամավորներից 38-ը կանայք են։ Սակայն այսօր ես չեմ անդրադառնա այդ հարցին։ Ես կխոսեմ հայ կնոջ դերի մասին ռազմադաշտում։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է նոր ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով։ Գերեվարված զինծառայողների խոշտանգման, արտադատական սպանությունների եւ հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերումքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան։ Հայկին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետև տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից եւ հրապարակվել սոցիալական ցանցերում։ Այս վայրագությունների տեսանյութերը ցույց են տալիս խեղված եւ գլխատված հայ զինվորներին, այդ թվում զինծառայող կանանց։ Տեսանյութում հայ զինծառայող կինը երևում է մերկ, երկու ձեռքերը եւ ոտքերը կտրած։ Նրա աչքերից մեկը դուրս էր հանվել եւ տեղը քար էր դրվել։ Նրա մատները կտրել էին եւ խոթել բերանը։ Ադրբեջանցի զինվորները գրել էին նրա խոշտանգված մարմնի վրա ադրբեջանցի հատուկ ուժերի Յաշմայի անունը։ Տեսանկարահանման ամբողջ գործընթացն ուղեկցվում էր ադրբեջանցի զինվորների ծիծաղով եւ կատակներով։ Կին զինծառայողները սարսափելի դաժանությամբ սպանվել են ոչ միայն նրա համար, որ հայեր էին, ոչ միայն նրա համար, որ զինվորականներ էին, այլ որովհետև հայ կանայք էին։ Ավելի ուշ մենք նորից ունեցանք սարսափազդու տեսանյութ, որը տարածվել էր սոցիալական ցանցերում։ Ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների։ Այսպիսի վայրագությունները հետևանք են Ադրբեջանում հայատացության հետևողական պետական քաղաքականության, որն իրականացվում է պետական մակարդակով, դրսևորվում է հասարակական կյանքում։ Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել միջազգային հանրության կարևոր դերն այդպիսի պատերազմական հանցագործությունները կանխելու հարցում, Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով։ Ովքեր, երբ ու ինչ ընթացակարգով կարող են դիմել անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար, սոցիալ նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի անձնական օգնականի ծառայություն։ Անձնական օգնականի ծառայությունից կկարողանան օգտվել հենաշարժական, տեսողական եւ հոգեկան մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ունի 10-ից բարձր անապահովության միավոր։ Ծառայությունը կներառի հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում աջակցություն անձնական հիգիենան պահպանելու, սեփական առողջությանը հետևելու, այդ թվում դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու, սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների դեղերի գնումներ կատարելու, կենցաղային աշխատանքներ կատարելու, սննդի պատրաստում, բնակարանի օգտագործված իրերի հագուստի մաքրություն, այլ գործողություններ կատարելու եւ մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով կամրագրվեն կնքված պայմանագրում։ Անձնական օգնականի ծառայությունը հնարավորություն կտա նաև աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հաղթահարելու միջավայրային, այդ թվում տեղաշարժվելու եւ հաղորդակցվելու արգելքները։ Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, այդ թվում ընտանիքի անդամ, ով ունի անկախ կյանքի կենտրոնների կողմից անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիք եւ հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ Որպես օգնական հաշվառվելու համար քաղաքացիները կմասնակցեն վերապատրաստումների եւ թեստավորման արդյունքում կստանան անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական։ Անձնական օգնական չի կարող լինել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար դատապարտված անձը, քաղաքացին, ում նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում եւ այլն։ Անձնական օգնականի ծառայությունը կմատուցվի սահմանված պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ այդ կիրականացվի համանման փորձնական ծրագիր։
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքում նորոգման աշխատանքներ են։ Ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացնում, տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը քաղաքացիների անվտանգությունն էր, փլուզման վտանգ կար։ թվին է կառուցվեց կամուրջը, տեղից հետո դեֆորմացիոն կարելի հետ կապված, ինչքան հիշում եմ, մի անգամ է վերանորոգվել, ասֆալտապատում արվել, մենք հիմա հիմնովին հիմնանորոգում ենք դեֆորմացիոն կարելը։ Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար, տարածքում նորոգման աշխատանքներ են։ Ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացնում, տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը քաղաքացիների անվտանգությունն էր, փլուզման վտանգ կար։ Արդեն ակնադիտական տեսանելիություն ունեինք մենք այդտեղ, խնդրի ամբողջությամբ բացված էր անցքը, եւ դա կարող էր ամբողջական պանելի փլուզման տաներ։ Քանի որ տատանումն արդեն դադարել, իսկ կամուրջները իրենց ճկունությունը պետք է շարժի միջոցով ցույց տան։ Այնտեղ այդ ամեն ինչը մենք արդեն կորցրել ենք։ Րոպե առաջ վերականգնելը դա արդեն կարևորագույն խնդիր է։ Անվտանգային հարցերը կարծում եմ եւ շենքերի եւ ենթակառուցվածքների մեզ համար առաջնային են։ Եվ այս կամուրջը մասնավորապես որքան հասկացա հիմնանորոգման չի ենթարկվել կառուցման օրվանից ի վեր, եղել են ինչ-որ մասնակի վերանորոգումներ, բայց նման հիմնանորոգում առաջին անգամ է տեղի ունենում եւ շատ կարեւոր է, որովհետեւ նաեւ խնդիրները հենց process-ում են բացահայտվում։ Էստակադայի երկու դեֆորմացիոն կարերն էլ վթարված են եղել, որի հետևանքով եւ հեծանները եւ ամբողջ հարթակը վնասվել են։ Ծրագրի շրջանակում իրականացվել են ջրամեկուսացման, բետոնացման եւ ամրացման աշխատանքներ։ Զուգահեռ ներկվում են նաեւ եզրաքարերը։ Այդտեղ մենք ունենք նաեւ խնդիր 10 սանտիմետր ընդհանուր շերտը, ու մենք պետք է այդ նիշից այդ նիշի մեջ ապահովենք ամբողջությամբ ջրամեկուսացումը։ Էս է եղել ասֆալտի հաստությունը փաստում։ Կամուրջները, ճանապարհները անընդհատ սպասարկման կարիք ունեն։ Երբ որ տարիներ շարունակ չի սպասարկում տվյալ կառույցը, տվյալ արհեստական կառույցը, կամուրջը, այդ ժամանակ մենք ունենում ենք խնդիր տվյալ կամուրջի պիտանելիության հետ կապված։ Մենք երկարացնում ենք սրանով կամուրջի կիրառման շահագործման ժամանակը։ Երևանի շինբարեկարգման ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Ավինյանը ընդգծում է, նախաձեռնված ու նախաձեռնվող ծրագրերում նոր մոտեցումներ կկիրառվեն, որոնք էականորեն կբարելավեն ենթակառուցվածքների վիճակն ու սպասարկումը։ Ամբողջովին փոխելու ենք ճանապարհային սպասարկման ոլորտը եւ արդեն այսպես ասած այդ փոսալցման եւ մինիմալ այդ ֆրեզի տրամաբանությունից դուրս են գալու նվազագույնը անցնելու են միջին նորոգման աշխատանքների։ Սրանք իհարկե տերմիններ են, որ կարող է շատերը չհասկանան, բայց սրանք այն մակարդակի աշխատանքներն են, որոնք որ իրականացրել ենք կառավարությունում, միջպետական, հանրապետական ճանապարհներին եւ ճանապարհաշինությունը կարելի է ասել կառավարության այն ոլորտներից էր, որտեղ մենք հստակ հաջողություններ ենք գրանցել եւ այդ փորձը տեղափոխում ենք հիմա Երևան քաղաք։ Հաշվի առնելով էստակադայի տեղադիրքը այսօր տարածքում երթևեկության կազմակերպման հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Պատասխանատուները խոստանում են, աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետից դեռ 1 շաբաթ էլ շուտ։ Կարծում եմ ամսի 18-ին։ Այսօր ամսի 13-ն է, ամսի 18-ին բացում ենք։ Այո։ Օֆելիա Սիմոնյան, Տիգրան Ասատրյան, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն։ Սոցիալական աջակցության նոր ծրագիր, որտեղ ներառված են բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, տարեցներ, Արցախյան պատերազմներում զոհվածների ու մասնակիցների ընտանիքներ։ 45 ընտանիք ստացել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա։
Գևորգն ու Թերեզան 3 անչափահաս երեխաներին մեծացնում են տնակում։ Երազանքներ շատ ունեն, աշխատել չեն զլանում, բայց կենցաղային հարմարությունները միայնակ լուծել չեն հասցնում։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ ընտանիքն ընդգրկվել է սոցիալական աջակցության նոր ծրագրում։ Ինչ եղել է, մարդիկ աջակցել են, ամեն ձևով օգնել են։ Իրանք դաժե դետել են ինձ հարցրել ինչի կարիք ունեք, ես ասել եմ որ սառնարանի, ասել եմ խնդիր չկա, մենք կհատկացնենք ձեզ։ Սառնարան չունենք, ավելի ճիշտ ունենք ինքը հին սառնարանա, բայց ամբողջը սարցախցիկի նման է, էլի։ Եղած սնունդը կամ փչանում էր միջև այդ, կամ էլ չենք օգտագործում, էլի։ Սոցիալական ծրագրում ներառված են բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամության խնդրով քաղաքացիներ, տարեցներ, Արցախյան պատերազմներում զոհվածների ու մասնակիցների ընտանիքներ, բնակիչների խնդիրներին վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետն անձամբ են ծանոթանում։ Ծրագրի շրջանակներում բաժանում ենք կենցաղային իրեր մոտ 45 ընտանիքների։ Մենք այս բաշխումը պատահական չենք իրականացնում, նախորդ մեր սոցիալական բաժինը իրականացնում է տնայցեր, կազմում են կարիքի գնահատման ամբողջ ցանկը, թե տվյալ ընտանիքը ինչի կարիք ունի եւ ինչ առաջնահերթություն կա տվյալ ընտանիքում լուծելու, որից հետո նաեւ սկսում ենք մեր գործունեությունը։ Բավականին լայն մեծ ծավալուն աշխատանք իրականացվել հենց սոցիալական բաժնի կողմից երեխաների պաշտպանության, ինչու որովհետև բոլոր թիրախները, ընտանիքները մինչև այժմ մենք շրջայցեն կարը շատ հասցեական ընտրված են։ Այս մեկնարկը շատ լավ ձևաչափ կարող է հանդիսանալ, նախադեպ լինել, որովհետև բոլոր վարչական շրջաններում մենք ամեն վարչականում հասկանանք ինչ սոցիալական ծրագրեր են կանգնում։ Տարիներ առաջ հաղթանակ թաղամասում վարկային միջոցներով Արցախյան ազատամարտի մասնակից Խաչիկ Գևորգյանը հողատարածք է գնել, սկսել տան շինարարությունը։ Աշխանդամին հարմարեցված շինարարությունը, հենց ֆինանսների պատճառով դադարեցվել է։ Քանի որ ծրագիրը մեծ է, մոտավոր նայել ենք 6-ից 7 միլիոն արժողությամբ ծրագիր պիտի շարունակվի։ Մենք փորձում ենք մեր ծրագրերի շրջանակներում մի բան անել, որից հետո նաև ներգրավել բարերարների, որպեսզի Խաչիկի հարցը վերջնապես լուծում ստանա։ Շուրջ 141,000 բնակչություն ունեցող Մալաթիա Սեբաստիայում սոցիալական խնդիրները քիչ չեն։ Տարեսկզբից մինչև սեպտեմբեր սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվել է 1150 ընտանիք։ Փոքր թե մեծ, բոլոր խնդիրներին հասցեական լուծումներ են տրվել։ Ունեմ 5 երեխա, բոլորն էլ անչափահաս են։ Փորձում ենք, որ մենք մեզանով, եթե շատ անհրաժեշտություն է լինում ինչ-որ, ասենք, օգնության, դիմում ենք։ Տունը գաթում էր միշտ քանի տարի է, գաթում էր, անձրի վտակ նստում էինք։ Այս հասցեից բազմաթիվ անգամներ դիմումներ է եկել, նախորդ տարիների ընթացքում եւս նայել ենք։ Ընտանիքը ունակ չէր ինքնուրույն լուծել տանիքի վերանորոգման խնդիրը, եւ մեր արդեն սոցիալական ծրագրերի շրջանակներում, շինարարությունների ծրագրերի շրջանակներում որոշեցինք այս հասցեում իրականացնել տանիքի մասնակի վերանորոգման աշխատանք։ Հուսով ենք սրանից հետո ինչ-որ խնդիրներ կլինեն, սոցիալական բաժնի հետ համատեղելի կարիքները կհասկանանք, կփորձենք նորից տենց համալիր գնահատելով գնանք, որովհետեւ ձեր ընտանիքը այլևս բոլոր խնդիրները ինքնաբավ կարողանա լուծել։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է, այս եւ սոցիալական մյուս ծրագրերը շարունակական է լինելու նաեւ հաջորդ տարի։ Հայաստանի լավագույն լուսային ձևավորողներից մեկն էր Էդգար Հիրադյանը, ով հոկտեմբերի 4-ին բոլորից գաղտնի որպես կամավոր մեկնել էր ջրականի առաջնագիծ։ Ֆանատիկորեն սիրում էր ընտանիքն ու մասնագիտությունը, բայց ընտրեց հայրենիքը։ 2 տարի անց հարազատ Բաքում նրա անունով հուշարձանի բացման արարողություն է։ Անի Մնացականյանը ներկա գտնվել։
Էդգար Համլետի Իրադյան, նա հայտնի էր որպես Հայաստանի լավագույն լուսային դիզայներներից մեկը։ Երբ սկսվեց պատերազմը, բոլորից գաղտնի որպես կամավոր մեկնել էր ջրականի առաջնագիծ, թեժմարտեր էր մղել թշնամու դեմ ու զոհվել հոկտեմբերի 15-ին։ Ինչքան ուզում ենք ինչ-որ մի բանում մեզի մխիթ հարածել ենք, իսկ այս հուշարձանը կառուցվեց միայն զուտ նրա համար, որ մեր երեխեքից մինչև մեզ լավը զգանես։ Չիմանամ, որ այդ մարդիկ իզուր այդ քայլին գնացել։ Զորեղ լինենք, եկող սերունդին ուժ տանք, չի կարելի ցույց տանք մեր ճիշտ է շատ դժվար է, բայց չի կարելի ցույց տալ։ Պետք է աշխատենք ցույց տանք։ Լինել միշտ ուժեղ, բոլորիս մաղթում եմ խաղաղություն։ Վերջին զրույցը հարազատների հետ ունեցավ հոկտեմբերի 13-ին, որից հետո զանգերն Էդգարին անպատասխան մնացին։ Էդգարը 35 տարեկան էր, 3 երեխաների հայր, ֆանատիկորեն սիրում էր ընտանիքն ու մասնագիտությունը, բայց ընտրեց հայրենիքը։ Մի բակում ենք մեծացել, կարանք անվերջ խոսանք, ուղղակի անցյալով չեմ կարող ես խոսամ Էդգարի հետ կապված, որովհետև մեր ընկերների մեջ ապրում է ներկայով։ Ամեն օր ինքը մեր հետ, ամեն օր։ 2 տարի անց հարազատ բակում հավաքվել են մտերիմները, հարազատներն ու ընկերները։ Հուշարձանի կանգնեցմանը աջակցել են Էդգարի մանկության, դպրոցական, ուսանողական, ծառայակից ու աշխատանքային ընկերները։ Վերջի անգամ հոկտեմբերի 2-ին միասին մի արարողակարգի ենք մասնակցում։ Հետո իմացա, որ արդեն կամավորագրվել է, գնացել է, արդեն դրանից հետո չեմ կապնվել հետը, որովհետև դե սահմաններում գիտեինք ինչ իրավիճակ է։ Արդեն ամսի 15-ին իմացանք, որ այդ հատվածը որտեղ ինքն է եղել, թշնամիների ձեռքում է։ Ասելու շատ բան կա, պարզապես բառեր չի գտնում մանկության ընկերը։ Հիմա Էդգարի հոր ու որդու հետ է ընկերություն անում, շարունակելով նրա մասին ներկայով խոսել։ Անի Մնացականյան, Ժորժ Հովսեփյան, Իրական լուրեր։ Եվ անմահության ճանապարհի լուսավոր զինվորը ժամկետային Զորիկ Շահրամանյանը զոհվեց հայրենիքը պաշտպանելիս ամենաթեժ ճակատում։ Երբ որ մտնում էր տուն, դե ինքը փոքր տարիքում մտնում էր մի անգամից հոր բացինկաներն էր հագնում, գլխարկներ դնում, որ ես էլ եմ զինվոր դառնալու։ Խոսքը ժամկետային զինծառայող Զորիկ Շահրամանյանի մասին է։ Զորիկը ծնվել էր Արցախի մայրաքաղաքում զինվորական ընտանիքում։ Համեստ ու զուսպ տղան դպրոցում աչքի էր ընկնում մաթեմատիկական մտածողությամբ, ճկուն տրամաբանությամբ։ Հենց այս հմտությունների շնորհիվ էլ ընդունվում է ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարան։ Քանի որ Զորիկը կրում էր Քերուս անունը, ով Արցախյան առաջի պատերազմի ժամանակ նա զոհվել էր, ու քանի որ ինքը մեր առաջնեկն էր, մենք ծնողներով ավելի խստապահանջ, ավելի պահանջկոտ ենք եղել իր նկատմամբ ու դաստիարակել ենք զուտ հայրենասիրական ոգով, որպեսզի ինքը լինի մեր արժանի հայ եւ մեր հասարակությանը պիտանի մարդ։ Թեև Զորիկը ուսման նպատակով տեղափոխվել էր Երևան, կապը ծննդավայրի հետ մշտական էր, հոգով ու մտքերով Արցախում էր։ Ինքը շատ էր ուզում Ստեփանակերտ գնալ, ինքը չէր հարմարվում Հայաստանում։ Ամեն անգամ ընկերների հետ էր կապվում, բայց իր ուշքն ու միտքը Ղարաբաղն է եղել։ Լինելով ինքը զինվորական, միշտ ինքը մեծանա դաստիարակվել որպես կարգապահ, որպես գրագետ, ինքը ցանկացել է նաև վերջում զինվորական լինի։ Զինվորական դառնալու Զորիկի երազանքը վերջապես իրականություն դարձավ։ Նա զորակոչվեց բանակ եւ ծառայության անցավ իր սիրելի հայրենիքում։ Ծառայությունից ինքը շատ ոգևորված է եղել, անդադ ուզում էր ինչ-որ բան պատմած լիներ։ Զինվորների հետ որ գնացին դաշտը, այնտեղից զանգեց, հենց ոգևորված, դա արդեն բանը զենքը ձեռքը բան, ամեն ձևի ոգևորված, որ վերջապես իր նպատակներից մեկը իրականանում է։ Սակայն Զորիկի բանակային երջանիկ օրերը երկար չտևեցին։ Երիտասարդ տղան ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մի քանի օր շարունակ տիկին Մանուշը որդուց լուր չի ունենում, միջև հնչում է երկար սպասված հեռախոսազանգը։ Մեկ էլ տեսա անծանոթ զանգից եկավ, վերցեցի, տեսա, որ կանչի, ասաց մամ,
Ես այստեղ սկսեցի անդադ լացել, անդադ ասում եմ, մամա մի լացի, ես քեզ չտեսնեմ լացելից, ասում եմ, դու միշտ եղել ես ուժող մամա։ Տղան մորը հուսադրում եւ քաջալերում է առաջնագծից, ասում, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ տիկին Մանուշը, որն իր մաշկի վրա էր զգացել պատերազմի դառնությունն ու հետևանքները դեռ Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ, լավ էր հասկանում, թե իրականում ինչի միջով են անցնում տղաները։ Հենց այս նույն ժամանակ առաջնագծում իր խնդիրն էր կատարում Զորիկի հայրը, որն ամեն կերպ փորձում էր գոնե մի քանի վայրկյանով հանդիպել որդուն։ Հանդիպումը չուշացավ։ Իրան որ կանչեցին, ասեցին Զորիկ, քեզ մարդ է եկել, սկզբից չասացին օհանատար, ինքը վազելով եկավ ու զարմացած ասեց, պապ, ինչ ես անում ստեղ, ես եկել։ Մոտ մի ժամ մնացի ես կարակային դիրքում, տրամադրությունը բարձր էր, ժպիտը երեսին, ու մենք հարաժեշտ տվինք։ Զորիկն ու ընկերները կռվեցին վարանդայում եւ ամեն ինչ արեցին թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար։ Սակայն հոկտեմբերի 10-ին հայրենիքի պաշտպան Զորիկ Շահրամանյանը զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Մեր զինվորի, մեր ազնագազմի, մեր սպաների ոգևորությունը, իրենց այդ ոգին այնքան բարձր ա եղել, որ անգամ իրենք զիջելով զենքում եւ ազնագազմի քանակում իրանք այդ ոգին ունեցել են, իսկ հակառակորդը չի ունեցել։ Զինվորը, բանակը արելա անհնարինա։ Տիկին Մանուշն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրեց եղբորը, 30 տարի անց նույն հողի ու հայրենիքի փրկության համար կորցրեց նաև ավագ որդուն։ Զորիկի զոհվելուց հետո կյանքը կանգ առավ, սակայն հանուն երկու կրտսեր երեխաների իր մեջ ուժ գտավ եւ փորձեց առաջ շարժվել։ Փորձեցի որդի կորուս ծնողների հետ շփվել, կիսվել, տեսնում եմ մեկը լարիվ իրան բացաթողել, մեկը չգիտեմ ինչ ձև ավիշտը տանում, ես փորձեցի իրանց էլ խորհուրդներ տալ, այդ խորհուրդից ես էլ էի ուշ ստանում։ Ես ինձ հարց եմ տալի, ես էլ եմ եղել դեղ համիջապես արետակորության տակ եմ եղել, ու խիսենց անարդար եղավ, գոնե ինձ տաներ տղուս պայր։ Ես չեմ հարմարում այդ մտքից, ու կասի ժամանակը բուժում է, դա սուտանման բան չկա, մարդն է հարմարում այդ դժբախտությանը։ Վերքը սպի է դառնում, բայց սպին չի անցնում։ Հունիսի 30-ին հավերժ զինվորի 20-ամյակին տեղի ունեցավ Արա Լեռան Զորիկը գրքի շնորհանդեսը։ Հեղինակը մայրն է, գրքի էջերին անմահ հերոսի մանկությունն է, պատանեկությունը, բանակային կարճ, բայց բովանդակալից կյանքն ու նվիրական պայքարը։ Զինվոր էր հայոց ազգի, որ տվեց իր կյանքը ջահել, րոպեները դարձան տարեր, ինչու չկաս, ախ երբ կգաս։ Զարուհի Ռշտունի, Վոլոդյա Տեր-Աստվածատրյան, Զինուր։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք թողարկումը, իսկ այժմ միջազգային անցուդարձից Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ դաշնությունը կարող է վտանգել արևմուտքի միջնորդությամբ Երևանի եւ Բաքվի միջև ընթացող գործընթացը։ Եթե որևէ երկիր ցանկանում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում եւ օգնել հասնել հարաբերությունների կարգավորմանը, Միացյալ Նահանգները կողջունի այդ քայլը։ Այս մասին ասել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը։ Մենք չենք տեսել Ռուսաստանի որևէ ջանք, ասել է Վեդանտ Փաթելը։ Պատելը հավելել է նաև, որ տեղեկություն չունի ԵՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան հնարավոր այցի մասին։ Միջազգային այլ նորությունների մասին կպատմի իմ գործընկեր Լուսինե Ղարսայանը։ Ուկրաինայի մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ օդային տագնապ է հայտարարվել նաև Դնեպրի, Պոլտովայի, Խարկովի, Կիրովագրադի, Նիկոլաևի շրջաններում եւ Օդեսայում, այդ թվում նաև Կիևում։ Հարվածներ են հասցվել նաև Զապարոժեին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղական իշխանությունների տվյալներով տուժել են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։
Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե պարզվի Սև ծովով մարդասիրական միջանցքներն օգտագործվել են Ղրիմի կամուրջը պայթեցնելու նպատակով պայթուցիկներ տեղափոխելու համար, միջանցքի հարցը կարող է կասկածի տակ դրվել։ Նախագահն այդ կերպ ակնարկել է Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ կնքված պարենային գործարքից Ռուսաստանի հնարավոր դուրս գալու մասին։ Նշենք, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ռազմական գործողությունների պատճառով արգելափակված հացահատիկն արտահանել Ուկրաինական 3 նավահանգստից։ Միացյալ Նահանգներն Ուկրաինային հավելյալ $725 միլիոն ռազմական աջակցություն կտրամադրի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տունը։ Օգնությունն իր մեջ ներառում է լրացուցիչ սպառազինություն, զինամթերք եւ սարքավորումներ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշարներից։ Այսպիսով Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 18.3 միլիարդ ԱՄՆ $։ Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ 2 շաբաթից, ավելի քան 220,000 մարդ արդեն զորակոչվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը Ղազախստան կատարած այցի ժամանակ։ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել, որ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։ Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում է ճիշտ եւ համաչափ։ Այնինչ կատարվում է այսօր, մեղմ ասած, տհաճ է։ Մեր խնդիրն Ուկրաինան ոչնչացնելը չէ, ասել է Պուտինը։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նախագահական ընտրություններին գրանցել է երկրորդ թեկնածուին, նա տնտեսագետ Մեյրամ Կաժիկենին է։ Հիշեցնենք, որ ընտրությունները Ղազախստանում կկայանան սույն թվականի նոյեմբերի 20-ին։ Թուրքիայի Բարթն քաղաքում ածխահանքի պայթյունի պատճառով զոհերի թիվը հասել է 40-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ըստ տարածված տեղեկատվության պայթյունի վայրում գետնի տակ 300 մետր խորության վրա 115 բամբոր է գտնվել, որոնցից մի մասին հաջողվել է տարհանել։ Լուսինե Ղարսայան, Իրական լուրեր։ Իսկ այժմ ամփոփ եղանակի մասին հոկտեմբերի 16-ից 18 առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ից 3-ը կբարձրանա 2-ից 3 նիշով։ Ամփոփիչ թողարկման համար նախատեսել ենք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։